Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, հիմա ցորենի թեման է շատ տրենդային եւ հատկապես ղազախական ցորենի թեման, որի հետևանքով մեր շատ ընդդիմադիր գործընկերներ դարձել են արդեն ցորենի մասնագետներ ու տարբերում են, որ կարգի ցորենը ինչի համար է օգտագործվում, բայց հիմա արդեն այդ ցորենի թեման ոնց որ զարգացել է ու դուրս է եկել միջազգային ասպարեզ, դուք քիչ առաջ խոսում եք կոնսպիրացիաներից ու այդ դավադրապաշտական տեսություններից, հիմա ոնց որ այդ դավադրապաշտությունը նաև Հայաստանի սահմաններից է դուրս եկել։ Մասնավորապես այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որի իմաստը հետևյալն է, որ Հայաստանը պատրաստվում է ցորեն գնել Ուկրաինայից, ընդ որում կրկնակի թանկ գնով ի վնաս իրեն, եւ դրա պատճառը այն է, որ Հայաստանը այդ տարբերակով ցանկանում է Ռուսաստանից կտրվել եւ այդ բարձր գինը փոխհատուցելու է Եվրոպայից ստացած ֆինանսավորման հաշվին։ Ես գիտեմ, որ դուք այդ մասին լրագրողների հետ զրույցում խոսել եք, բայց դրանից հետո նաև այլ զարգացում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլոք արտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով այս հարցը ըստ էության չի հերքել եւ անդրադառնալով այս թեմային նաև ասել է, որ որպես կանոն արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունները մերկապարանոց չեն լինում։ Ես ձեզ կխնդրեմ այս երկու հայտարարություններն էլ մեկնաբանել։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ իսկական այդ ղազախական ցորենի հետ ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, ուղղակի որ նայես ոնց որ բանը լինի։ Չէ, կոնսպիրացիա չէ, այդ ոնց որ բանի սցենարիստները գրելիս լինեն օպերացիա ի կամ շուրիկի նոր արկածները։ Լսեք հարգիններս, կա ապրանք։ Ես հələ եկեք մոռանանք ընդհանրապես, ուրեմն ցանկացած ցորեն ինքը շուկայական ապրանք է։ Ես հələ չեմ այդքան բան անում։ Կա ապրանք, կա ցորեն ապրանք, կա, չգիտեմ, 1000 ու մի ապրանք, կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 80-րդ, 90-րդ տեսակի ապրանք, ինքը ունի գին։ Ինքը ունի գին եւ ինքը ունի լոգիստիկա։ Հիմա նոր ճանապարհով X ապրանքը A կետից եկել է հասել B կետը։ Հիմա ցորեն ինչպիսին է, այդ նախ այդ գնումը իրականացրել է կառավարությունը չի իրականացրել, այդ գնումը իրականացրել է մասնավորը իր կարիքների համար։ Այսինքն գնացել է շուկա, ապրանք է առել, կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերել այդ ճանապարհով։ Այսինքն այս ինչ թեմա է, որ չգիտեմ 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է 1260-րդ սորտի լինի։ Մարդ է գնացել է ինքը իր փողը տվել է, ինքը իր փողը, դա բյուջեի փող չի, ոչ մեկի փողը չի։ Գնացել է ապրանք առել, բերել է Պետք է բերեր ուրիշ դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով։ Ինչու՞մ է խնդրումը։ Ուզում եմ հասկանալ։ Հաջորդ հարցը։ Ես այսօր ինձ լրագրողները նաև հարցրին, ես կարող եմ ասել, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ, ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր ես չեմ ուզում թաքցնել մեր առաջարկներ կան։ Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են կարող է հետաքրքիր է։ Ինչու՞մ է խնդրումը։ Այսինքն ես էլի բան ցորեն առնելը ամուսնությունն է, հա, որ
Էլի մենք այդ ռեժիմը ես չեմ հասկանում, որ բանը տերես ворթյակա, տերես հնազանդ է, տենց հարաբերություն չկա, մենք ծորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ եզրասի օրհնությամբ տենց հարաբերության չենք մտել։ Ինչու՞ա խնդրեմ, ես տենց չեմ կարող հասկանում։ Համեցեք արձագանք, պարոն Թոնյան։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, միանշանակ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած ապրանքի պարագայում, որը իրեն ձեռնտու է ավելի լավ գինե առաջարկում, դա էլ պիտի առնի։ Դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Ուղղակի այս հայտարարությունը հետաքրքիր էր նրանով, որ դա արել են ոչ թե ինչ-որ փորձագիտական շրջանակներ, ոչ թե ինչ-որ առանձին լրատվականներ, այլ սա արել է իրենց արտաքին հետախուզական ծառայությունը եւ նախագահի մամուլի քարտուղարն էլ ըստ էության հաստատել է։ Ըստ այդմ մի քիչ հետաքրքիր է այդ դեպքում որն է այդ հայտարարության նպատակը ու ինչ են փորձում մեզ դրանով ասել։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 2022 թվականի գարնանը ասում էր բացառված է, որ սահմանին էսկալացիա լինի, որովհետև հապկը ընդեղ է։ Եվ էլ չասեմ դա ինձ առաջ ինչ էր ասում։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 20 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր բացառված է, որ էսկալացիա չի լինելու եւ այլն եւ եկեք չմտնենք էլ այդ դաշտեր արտաքին հետախուզական ծառայությունը